Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարն է։ Պատմությունը պարզապես անցյալի իրադարձությունների շարան չէ։ Այն մեր ինքնության կենսատու արմատն է, մեր այսօրվա մտածողության եւ վաղվա որոշումների հիմնաքարը։ Մենք թերթում ենք մեր տարեգրության էջերը ոչ թե լոկ հիշելու, այլ հասկանալու համար։ Տարերի խորքից հնչող պատգամը մեկն է՝ յուրացրու անցյալի դասերը, որպեսզի չկորցնես ապագատ։ Այսօր մենք կփորձենք վերլուծել առաջին հանրապետության տարիներին գործի դրված մի հավակնոտ նախագիծ, որը պետք է դառնար Հայաստանի տնտեսական կենսունակության եւ իրական անկախության երաշխավորը։ Անկախությունը միայն դրոշը, զինանշանն ու օրհներգը չեն։ Իսկական անկախությունը սկսում է այնտեղ, որտեղ պետությունը կարողանում է ինքնուրույն հոգալ իր կարիքները, զարգացնել արդյունաբերությունը եւ տեր կանգնել սեփական ռեսուրսներին։ 1920 թվականին, երբ Հայաստանը դեռ ցնցվում էր պատերազմի եւ սովի հարվածներից, կառավարությունը ձեռնարկեց մի քայլ, որն իր մասշտաբով եւ տրամաբանությամբ աննախադեպ էր։ Դա անկախության փոխառությունն էր, մի ծրագիր, որը նպատակ ուներ ավերակներից ու քաոսից ծնված երկիրը վերածել տնտեսական կայուն պետության։ 1920 թվականի գարունը բեկումնային էր։ Մայիսյան ապստամբության ճնշումից եւ ներքին կայունության հաստատումից հետո կառավարությունն անցավ տնտեսական ճակատի ամրացմանը։ Հունիսի 1-ին ֆինանսների նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը խորհրդարանին ներկայացրեց մի օրինագիծ, որը հունիսի 5-ին դարձավ օրենք։ Նախատեսում էր իրականացնել $20 միլիոն պետական փոխառություն, բաժնետոմսերի վաճառք, 6% տարեկան եկամտաբերությամբ 10 տարի ժամկետով։ Հիմնական ներդրողը արտասահմանի հայությունն էր։ Սա պարզապես արտասահմանի հայ գործարարներից եւ մեծահարուստներից փող հավաքել չէր։ Միջոցների 75%-ը պետք է ուղղվեր արդյունաբերության վերականգնմանը։ Այս գործի պատասխանատվությունը դրվեց նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի ուսերին, ով մեկնեց արտասահման հայությանը համախմբելու այս գաղափարի շուրջ։ Եվ այստեղ տեղի ունեցավ հրաշքը։ Չնայած քաղաքական տարաձայնություններին, հայկական բոլոր կուսակցություններն ու կառույցները միավորվեցին։ Դա ազգային միասնության բացառիկ դրսևորում էր։ Այս փոխառությունը դարձավ մի համազգային շարժում, որին մասնակցում էին բոլորը, մեծահարուստներից մինչև հասարակ գյուղացին։ Մտավորականները Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ռուբեն Խանազատը իրենց խոսքով հասան յուրաքանչյուր հայի սրտին, բացատրելով, որ այս թղթերը ոչ թե պարտք են, այլ բանջետոմս սեփական հայրենիքի ապագայում։ Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի կոնդակը հնչեց որպես օգնություն, իսկ Մայր Աթոռի ներդրած 1 միլիոն ռուբլին որպես վստահության օրինակ։ Աշխարհասփյուռ հայ առևտրականներն ու գործարարները Կոստանդնուպոլսից մինչև Բաքու եւ Թիֆլիս, Ալեքսանդրիայից մինչև Մանչեսթեր ու Բոստոն մի կողմ դրեցին իրենց շահույթը։ Աշակ Ղուկասյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Մայլյան եղբայրների խոստումները միայն գումար չէին։ Դրանք կառուցվելիք գործարաններ ու ճանապարհներ էին, դպրոցներ ու համալսարաններ էին։ Առանձնապես կարևոր էր Բաթումի հայ կանանց ստեղծած ոսկու ֆոնդը, որը ցույց տվեց, որ հանուն պետության հայը պատրաստ է նույնիսկ տալ իր ընտանեկան մասունքը։ Այս ամենի թագն ու պսակը Մայլյան եղբայրների գիտական արշավախումն էր։ Նրանք ոչ միայն գումար էին տալիս, այլև ուսումնասիրում են Հայաստանի հողը, ջուրը, ընդերքը, մշակելով գիտականորեն հիմնավորված ներգաղթի ծրագիր։ Նրանք ցանկանում էին, որ վերադարձող հայը ոչ թե դառնա բեռ պետության համար, այլ տեղավորվի այնտեղ, որտեղ իր մասնագիտությունն ու աշխատուժը կծառայեն տնտեսությանը։ Ինչ է մեզ սովորեցնում անկախության փոխառության պատմությունը, որը ցավոք ընդհատվեց Հայաստանի խորհրդայնացմամբ։ Առաջին դասը տնտեսական ինքնիշխանությունը անկախության ողնաշարն է։ 1920 թվականի մեր պետական այրերը հասկանում էին մի պարզ ճշմարտություն. առանց սեփական արդյունաբերության, առանց ֆինանսական կայուն հիմքի եւ առանց սեփական բանկային համակարգի քաղաքական անկախությունը մնում է ընդամենը հայտարարություն։ Նրանք չէին ակնկալում լոկ բարեգործություն կամ օգնություն։ Նրանք առաջարկում էին փոփոխություններ եւ գործընկերություն Հայաստան պետության եւ հայ մարդու միջեւ։ Սա պետական մտածողության ամենաբարձր մակարդակն էր, երբ քաղաքացին դառնում է իր երկրի տնտեսության հզորության մասնակիցը եւ շահառուն։ Երկրորդ դասը համազգային վստահությունը որպես պետության ամենաթանկ կապիտալն է։
անկախության փոխառությունը հաջողեց որպես գաղափար, որովհետև կար անմնացորդ վստահություն օրվա իշխանությունների եւ պետական ինստիտուտների հանդեպ։ Երբ գործարարը, մտավորականը, հասարակ շինականը տեսնում էին, որ պետությունը միջոցներն ուղղում է ոչ թե ընթացիկ ծախսերին, այլ ապակայի կերտմանը, գործարանների ու համալսարանների հիմնադրմանը, նրանք պատրաստ են ներդնել իրենց վերջին լուման։ Վստահությունը պետության հանդեպ այն ցեմենտն է, որով կառուցում է անառիկ տնտեսական բերդերը։ Երրորդ դասը՝ միասնություն հանուն գերագույն շահի։ Սա թերևս ամենացավոտ եւ արդիական դասն է։ 1920 թվականի ծանրագույն օրերին քաղաքական ուժերը կարողացան մի կողմ դնել իրենց ծրագրային եւ մարտավարական տարաձայնությունները։ Նրանք հասկացան, որ եթե չլինի Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի կուսակցական ծրագիր այլևս իմաստ չի ունենալու։ Միասնությունը ոչ թե միանման մտածելն է, այլ մեկ ընդհանուր նպատակի շուրջ ուժերի մեկտեղումը։ 1920 թվականի ամռանը հայությունը ցույց տվեց, որ երբ պետական շահը դառնում է ուղեցույց, անհնարինը դառնում է հնարավոր։ Չորրորդ դասը՝ գիտականորեն հիմնավորված հայրենադարձություն։ Մայլյանների արշավախումբը մեզ թողեց մի կարևոր պատգամ։ Ներգաղթը չպետք է լինի լոկ զգացմունքային վերադարձ, այն պետք է լինի տնտեսական հաշվարկ, որտեղ մարդիկ իրենց ներուժը համադրում են երկրի բնական պաշարների եւ արդյունաբերական կարիքների հետ։ Հզոր պետություն կերտելու համար պետք է ոչ միայն սիրել հայրենիքը, այլև ճանաչել եւ չափել նրա հնարավորությունները։ Ահա եւս մեկ ուսանելի դրվագ մեր հարուստ պատմական անցյալից։ Ֆրանսիացի պատմաբան Մարկ Բլոկն ասում է. անտեղյակությունը անցյալին խանգարում է ճիշտ հասկանալ ներկան։ Հետևաբար, մեր օրերում սխալվելու համար պատմության դասերին հետևելն անհրաժեշտություն է։ Անկախության փոխառության դասերը մեզ ուղղորդում են դեպի տնտեսական հզորացում, պետականության շուրջ համախմբում եւ այն գիտակցությանը, որ շենացում է յուրաքանչյուրիս ազնական պատասխանատվությունն է։ Ավարտելուց առաջ ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի այս եւ նախորդ հաղորդումները կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր պատմության եւ նոր դասի հետ։ Մնացեք խաղաղությամբ։